Եկող տարվա ամառային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության ժամկետը Հայաստանում լինելու է 1,5 տարի 2 տարվա փոխարեն։ Գոհ են արդյոք մեր քաղաքացիները այս որոշումից եւ ինչ դիտարկումներ ունեն, ներկայացնում ենք Արմլուրի հարցումը։ Բանակը կրճատվելու է, դա մեզ պետք չի։ Բանակը կրճատվում է, մեր թշնամին ակտիվանում է։ Մեզ դա պետք է, ոչ իհարկե։ Բանակը կրճատեցին, համապատրաստի մարդկանց են տանելու այդ զորահավաքներին, իսկ այնտեղ ոչ մի բան չեն անում։ Ոչ կրակել գիտեն, ոչ պատրաստություն եւ ոչ մի բան։ Ոչ։ Ես շատ սխալ եմ ընդունում դա։ Ինչ ասեմ, ճիշտ որոշում չի։ 2 տարի նորմալ էր։ Գոնեին 5-6 ամիսը մի ուրիշ նպատակով լինեին այնտեղ։ Կամ ավելի ճիշտ ես գտնում եմ ոչ թե 1,5 ամիս սարքեին, այլ առաջնագծում լինեին կամավորները, նոր տղաները մեր։ Ընտրությունների հետ սա կապ ունի։ Իհարկե կապ ունի, ով չգիտի որ կապ ունի, բայց ինչի հետ։ Նախ ընտրությունների հետ ու մեր երկրի հետագա վիճակի հետ կապ ունի, իհարկե ունի աղջիկս։ Մենք շատ վատ ժամանակներում ենք ապրում, գլխիկոր քայլում ենք, ոչ չգիտեմ, ասելու բան չկա, էլի տեսնում ենք ինչ է կատարվում։ 1,5 տարի բանակը շատ ճիշտ ձևակերպում է, կարող եմ նաև ասել, որ բանակը ընդհանրապես կարելի է ցրել Հայաստանում։ Իսկ որոշում ընդունողների հատվածով կարող եմ ասել, հիմնականում պարոն Փաշինյանի հատվածով ասեմ, որ հեղափոխությունը Հայաստանում ճիշտ ընթացքով է գնում եւ մենք սպասում ենք հաջորդ հեղափոխության պարոն Փաշինյանի կողմից։ Երկրորդ եւ երրորդ։ Այո, շատ գոհ ենք, իհարկե միանշանակ։ Շատ գոհ, ինչ ալի։ Վատա։ Нормально. Ну, он совсем. Я не знаю, как, но это неправильно. Я считаю, что должен быть 2 года. Все равно для маленькой страны должен быть минимум 2 года. Եթե դա գնում է որպես պրոֆեսիոնալ բանակը կազմելու համար, լրիվ ուրիշ ինչ-որ մոտեցումներ է պետք։ Իսկ եթե մնում է որպես հին, երևի իհարկե։ Այո, այո։ Մեր երեխաները մի քիչ կծառայեն, ավելի շուտ կվերադառնան ընտանիք։ Բայց ամուր բանակ ունենանք մենք սրա։ Ամուր բանակ ունենալու համար ամուր ղեկավարություն է պետք։ Եվ ավելի շատ Եվրոմիության պահանջն է Հայաստանին, եթե ուզում են Եվրոմիություն գնան դեպի, դրա համար էլ կան քայլերը այդ թոշակի հետ կապած, որ ուզում են 65 տարեկանից հետո պետական ստրափով կանեն, այդ միայն Եվրոպայից եկող պահանջներ այս իշխանություններին, թե իրանք չէին անի դες։ Ես կոչեմ երեխեքը գոհելն են։ Բանակը թող բանակ լինի, կուզեմ մի տարի ծառայեն, նախ աֆիցերները սպայական կազմը ովքեր են, ինչ են, ինչպիսի բանակ ալնելու։ Թե չէ ինչի պիտի դժգոհ Եկա կարծիք որ edel ընդդիմություններ իրան դրել էլ ուժ ընդդիմության տեղ ինչ եղնիկս են չէ որ չէ Նիգոլը սպես իրավ Նիգոլը պես իրավ Հերիք եղավ Նիգոլ ինչքան կարելի է Այդ մարդը մի ղեկավարում է երկիրը թող ինչ կենե հենե հետո կուկակ սխալ եղավ կդատեք Ինչ որ ես անցյալներին դատեցիք Այդ չկրճատած ինչեր որ մեր բանակը Կրճատեն կոնե քիչ չաղանան այդ կլոր գեներալները կամ մեզ 11-րդ տարից այդ մարդիկ մեր հարևաններն են հայերը իրար մեջ չեն կրնա հարևանի հետ ապրին թուրքի հետ ո՞նց ապրենք նախ թուրքը չէ մեր թշնամին լավ իմացեք մեր թշնամին գերագույն ուղեղն է մեր ուղեղի դեմ են պայքարում ոչ թե ազգի չեմ կարա պատասխանել որտեղ չեմ ծառայել չգիտեմ Ես գոլին եմ Ով որ որոշումը կայացել է, թող ինքը գոլ լինի, ով ինչ անում է, ինքը իր մտքերի, իր նպատակների համար անում, մեր համար ոչ մի բան չի անում, մի տարի ու կես, 2 տարի է, ամեն ինչը ծրագրավորված հիմքով անում են, այն չի մեր համար լավություն են անում։ Լավություն են կլիներ, որ երկիրը խախանդ լիներ, ամեն ինչ կարգին ու նորմալ լիներ, թող 2 տարի լիներ, ու մտածեն ավելի խելացի, ավելի լուրջ բաների մասին։ Դե բնականաբար նախընտրական շեմա պետքա ինչ-որ մի կապիկություն անեն, չէ՞, զոմբիների համար, ոչ իմ նման
ստապ մտածող մարդկանց համար։ Չգիտեմ, ում համար լավ, ում համար վատ, կոնկրետ իմ համար ես զինակոչիկի մայր եմ։ Իմ տղայի համար խնդիր չի, 1 տարի ու կես թե 2 տարի է, ոչ մի բան չի փոխվում։ 6 ամիսը ոչ մի բան չի փոխվում։ Կարևորը իմ համար իմ երկրի խախանդությունն է, իմ երկրի բնակչության լավ ապրելն է, ասենց բացատրեմ միտքը։ Իմ երկրի սքավոր մայրերի խնդիրն է, որ ոչ մի բանի համար սքի մեջ են, ոչ մի բանի համար։ Հիմա փոխում են 5 ամիսա, 6 ամիսա, 10 ամիսա, ոչինչ չի փոխվում։ Դա ոչ մի բան չի փոխում։ Թող ավելի լուրջ, ավելի խելացի բաների մասին մտածեն։ Լիքը լուրջ խնդիրներ ունեն։ Դարերով, ամիսներով, տարիներով զինվորը ծառայել է։ Մի ամիսա ծառայում, 10 ամիսա, 2 տարի, 5 տարի, ոչինչ չի փոխում։ Կարելի ավելի խելացի բաների մասին մտածել, որ մի քիչ փոխվի մեր այս սքից, այս հոգսից, այս դարդից, այս ցավից, այս խնդիրներից դուրս գալու ավելի խելացի բաներ մտածեն։